Կոչոյանը ձեր դուրս գա, ինչ կասեք իրեն։ Եթե դեռևս կարգալուծության հրամանը չի եղել, Աստված օգնական կասեն։ Ինքը դրա կարիքը այս պահին ավելի շատ ունի, քան նույնիսկ այն մնացածը։ Դուք կարծում եք, որ Կոչոյանին պետք է կարգալույց անեն։ Եթե ինքը առանց վեհապարի գիտությամբ է հանդիպել եւ եկեղեցու ընդհանուր դիրքորոշմանը դեմ կարծիք ունի, իհարկե կարծում եմ։ Դեր հայր, առնվազն 2 ամիս առաջ նույն Եվ ոչ միայն Կոչոյանին, ցանկացած մեկին, էլի, ասենք բոլորին, ցանկացած մեկին, եթե եկեղեցու պաշտոնական դիրքորոշումից այլ դիրքորոշում ունի, եկեղեցում ինքը չի կարող լինել։ Այսինքն հստակ։ Բայց Ստեփանասատերյանը դեր շարունակում է եկեղեցում լինել։ Տարբեր հարց է, եկեղեցու միության հարցում չի կարող բազմակարծություն լինել։ Կարող է բազմակարծություն լինել, օրինակ այլ հարցերում, բայց ոչ այն կանոնական հարցերում, որ եպիսկոպոսատ ժողովը մայրաթոռում վեհապար հայրապետի ատենապետությամբ կորոշի։ Եկեղեցում նման sense բազմա ժողովը քվեարկում է, որոշում է, բայց վերջնական որոշումը ժողովի ղեկավարի, այսինքն վեհապար հայրապետի առանց հաստատման որևէ արժեք չունի։ Դեր հայր գիտակ, առնվազն 2 ամիս առաջ այդ 8 սրբազաններից 2-ը խոսում էին հակառակ նույն Արցախի կորստի մասին, նույն եկեղեցու դեմ արշավի մասին, հիմա իրենք հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ, որն է ավելի անկեղծ ըստ 2 ամիս առաջ արված հայտարարությունները, թե 3 2 ամիս առաջ արած հայտարարություններից առաջ հավանաբար այդ կոմպրոմատները իրենց առջև չէին դրել եւ իրենք ազատ կամ արտահայտություն ունեին այդ կոմպրոմատների մասին մի անհանգստեք դուք այդ բոլորը կտեսնեք կլսեք նույնիսկ եթե պարզ ժողովուրդը դրանք չդնի իրենց առջև ես վստահաբար ասում եմ Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ հետո նաեւ այս հակաեկեղեցական արշավը ծախողելուց հետո ինքը կհրապարակի այդ բոլոր կոմպրոմատները, որ ունի իրենց դեմ։ Ինքը խաբում է, կոնտրաբանդները օգտագործում է, վերջում էլ հրապարակում է, որովհետև ինքը ձեր նման կայացած լրագրող չի, այլ թերուս լրագրող է նախկին, որը չի ավարտել լրագրողության են բազան չունի, որը դուք ունեք, ի պատիվ ձեզ։ Ես կուզեմ նաև իմ հարգանքն ու գնահատանքը արտահայտել բոլոր լրատվամիջոցներին, որոնք եւ Հովանավանքում հստակ կերպով ցույց տվեցին, թե այնտեղ ինչ է կատարվում ոստիկանների, ովքեր են այնտեղ հավաքվել, ինչպես են նրանք վերվել, ինչպես է օգտագործվում վարչական ռեսուրսը, իմ հարգանքն ու խոնարհում են, լավ լրագրողներ։ Չեմ ուզի անուններով էսպես իրանց էլ անդրադառնամ, կարամ իհարկե մի մասին արտահայտել, որոնք ուղղակի քաջությամբ այդ ամբողջի փողոցային խուժանի դեմ կանգնած ազգի եւ եկեղեցու իրավունքներն էին բարձրաձայնում, հարգանքս ու խոնարհումս եւ այդ լրագրողներին եւ կուզեմ արտահայտվել երեք համացանցում տեսա ասում են բա ուր են մտավորականներ ես բազմաթիվ մտավորականների խոսք լսեցի ի աջակցություն եկեղեցու նաեւ լսեցի տարբեր մարդկանց խոսքը աջակցություն վեհապար հայրապետին եկեղեցուն եւ փառք Աստծո ջրերը պարզվում են եւ հստակ է լինում ովքեր են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի իրոցյալ գահակալի կողքին, ովքեր են դեմ եկեղեցուն եւ ովքեր են իրենց վարկով կենցաղով տարիներ շարունակ վարկաբեկել եկեղեցին եւ այսօր էլ չեն կարողանում իրենց սեփական վարկը պաշտպանել եւ նրանց կողքին փառք Աստծուն ունենք հրաշալի հոգեվորականներ, որոնք իրենց կոչմանը հավատարիմ են։ Ես իմ աջակցությունն եմ բերում բոլոր իրենց կոչման մեջ, իրենց ուխտը եւ հավատարմության եւ կուսակրոնության եւ մնացած ուխտին հավատարիմ եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին, քահանաներին, սարգսակներին եւ բարձ հավատացյալներին ինչու՞ չէ։ Տեսնում եմ այստեղ կանգնած հավատացյալների մեջ լեգենդար մարդիկ կան, հարգանքներս ձեզ, խոնարհումս, բոլոր են քաջ համարձակ մարդկանց, շնորհակալություն ձեզ, իմ համեստ կարծիքը հայտնելու համար, ցանկացած կերպ կարող եք առողջություն իմ կարծիքը կարակ կրճատեք երկարացնեք, կարակ եթե ուղիղ եթերում դնեք, առանց ուղիղ եթերի, ինչպես կուզեք արտահայտվեք, ձեզ բոլորիդ Աստված օրհնի։